Դուք սիրում եք Աստծո խոսքը, սիրում եք Աստվածաշնչյան խոսքը, ձեզ հետ ունեք գրքեր, սիրում եք հոգևոր իրականությունը ճիշտ ճանաչելը ու նրա մեջ ճիշտ ապրելը, դա կյանքում ամենակարևոր բաներից մեկն է, հալելույա։ Թող որ Աստծո խոսքը միշտ ձեր սրտերում ուրախություն լինի ու ձեր կյանքի առաջնորդը լինի։ Օրհնի ձեզ Տեր Հիսուսը միշտ ու միշտ։ Բացեք ինձ հետ Երկրորդ Կորինթացիների թուղթը, Պողոս առաքյալն է գրել այս թուղթը, եւ շատ հետաքրքիր բաներ է գրում մեզ համար։ Կորինթացիներին ուղղված իր երկրորդ նամակում մի փոքրիկ արտահայտություն կա, որից պիտի վերցնենք, ու այսօր մենք մի հետաքրքիր թեմա պիտի խոսենք։ Գիտեք, որ եկեղեցին ունի նպատակ Աստծո մեջ իրականացնելու։ Ամեն մի քրիստոնյա նպատակ ունի Աստծո մեջ, իր կյանքի նպատակը ունի կարծես թե։ Բայց այդ նպատակին ուժեղ հակառակվող մեկը կա, որ հավաքում է իր բանակը դուրս է գալիս Աստծո բանակի դեմ, ու թույլ չի տալիս, որ Աստծո բանակը հասնի իր նպատակին։ Նա մեկը ինչ էլ որ լինի, Աստված պիտի հասնի իր նպատակին։ Երանի նրանց, ովքեր Աստծո նպատակից դուրս չեն մնա, ու այդ ճանապարհը քայլելու ժամանակ պարտություններ չեն ունենա, որ մի անգամ կսայթաքես ոչինչ, երկրորդ անգամ կսայթաքես էլի ոչինչ, զգուշացիր, որ չլինի ծրագրից դուրս գաս։ Սա է շատ կարևոր, որովհետև մեկ Աստված երկրի վրա, ինչի համար որ արարեց երկինքն ու երկիրը ու մարդուն ստեղծեց, ինքը իր նպատակը պիտի ստանա։ Ինքը իր նպատակը միանշանակ պիտի ստանա։ Դրանում ոչ ոք կասկածել չի կարող անգամ, որովհետև Աստվածաշունչը այնքան հաստատուն է գրում, ու նաև նկարագրում է, թե ինչպիսին էր այդ նպատակը, եթե կարդաք Հայտնության գրքի վերջի խոսքերը։ Բայց երանի նրանց, որ մինչև վերջ հավատարիմ կմնան ու մինչև վերջ կգնան այդ նպատակի մեջ։ Եվ չեն տրվի թշնամու առաջացրած արգելքներին, նա ամեն ինչ կանի, որ մարդկանց քրիստոնյաներին հանի Աստծո ճանապարհից, Աստծո նպատակից։ Այսօր մի բան թեմա պիտի խոսեմ Աստվածաշնչից, որի մեջ պիտի բացահայտվի սատանայի գործերը, որպեսզի դուք զգուշանաք, որպեսզի կարող լինեք դեմ դնել այդ գործերին ու մնալ Աստծո կամքի մեջ։ Բացել եք արդեն Երկրորդ Կորինթացիների թուղթը, 2-րդ գլխի 11-րդ խոսքը պիտի կարդանք իրար հետ։ Ասում է չլինի թե զրկանք կրենք սատանայից, որովհետև նրա խորհուրդները չիմացողներ չենք։ Պողոս առաքյալն է ասում, շատ վստահ է ասում։ Ասում է չլինի թե զրկանք կրենք սատանայից, որովհետև նրա խորհուրդները չիմացողներ չենք։ Այսինքն կարելի է այս խոսքից եզրակացություն անել։ Եթե մենք չիմանանք սատանայի խորհուրդները, մենք կարող ենք զրկանք կրել սատանայից։ Ուրիշ ձևով ասեմ, եթե մենք նույնիսկ իմանանք, բայց թույլ տանք, որ սատանան մեր կյանքում ինչ-որ բաժիններ գրավի, մենք այդ բաժիններում կզրկվենք Աստծո օրհնությունից։ Այդպես է թե չէ։ Տեսեք նորից եմ կարդում, չլինի թե զրկանք կրենք սատանայից, որովհետև նրա խորհուրդները չիմացողներ չենք։ Այսինքն, եթե ես գիտեմ սատանայի խորհուրդները, նրա գործելակերպը, նա ինչ է անում երկրի վրա, ու ես թույլ տամ, որ նա ինչ-որ մի բաժին իմ կյանքից գրավի, ես հաստատ այդ բաժնում Աստծո օրհնություններից կզրկվեմ։ Համար ասում է չլինի թե զրկանք կրենք, որովհետև նրա խորհուրդները չիմացողներ չենք։ Ես պիտի խոսեմ 5 միջոցներ, որ սատանան դնում է մարդկանց առջև նրանց դուրս քաշելու Աստծո ճանապարհներից, Աստծո կամքից։ Իհարկե, սրանք բոլորը չեն սատանայի միջոցները, բայց դուք որպես քրիստոնյաներ, եթե 5-ը ճանաչեք ու լինեք այս 5-ի մեջ, հաստատ պաշտպանված կլինեք։ Եթե խոսեի անհավատ մարդկանց հետ, նրանց ուրիշ միջոցներ կասեի, որովհետև նրանց հետ սատանան բոլորովին ուրիշ ձևերով է գործում ու շատ ավելի դաժան։ Քրիստոնյաներին չի կարողանում շատ բաներով գործել, որովհետև իրենք պաշտպանված են Հիսուսի կողմից։ Աստծո հրեշտակներով, Սուրբ Հոգու զորությունով մենք դեռ կխոսենք դա։ Առաջին ամենակարևոր, ամենավտանգավոր բաներից մեկը դա մոլորությունն է։ Գիտեք ինչ բան է մոլորությունը։ Երբ որ ճշմարտության խոսքի կողքին հայտնվում է սատանայի խոսքը։ Տեսեք Հիսուսը, երբ որ խոսում էր աշխարհի վերջի մասին, դա կարող եք կարդալ Մատթեոս ավետարանում 24-րդ գլխի 24-րդ խոսքում։ Երբ որ խոսում էր աշխարհի վերջի մասին, այսպիսի խոսքեր ասեց. Սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի գան, ու մեծ նշաններ եւ հրաշքներ պիտի ցույց տան, որ եթե կարելի է ընտրյալներն էլ մոլորեցնեն։ Սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ, գիտեք ինչ է նշանակում սուտ մարգարե, որ խոսում է Աստծո անունից, բայց սուտ բան է խոսում։ Ինքը դառնում է սուտ մարգարե դրանով։ Ինքը չի ասում ես եկել եմ սատանայի անունից, ես կասեմ ձեզ սատանայի կամքը, ով կլսի այդ մարդուն, ով կուզենա սատանային լինել, 1000-ից մեկը երևի ուզենա, որովհետև հիմա այդպիսի մարդիկ էլ կան։ Բայց գալիս է սուտ մարգարե, ինքը խոսում է Աստծո անունից, Հիսուսի անունից ու խոսում է սխալ բան։ Ասում է դրանք այնքան ուժեղ պիտի լինեն, այնպիսի նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան, որ եթե կարելի է ընտրյալներն էլ մոլորեցնեն։ Այստեղից գիտեք ինչ ենք հասկանում, որ եթե Աստված հրաշքներ անել գիտի, ինչ որ նշաններ գործել գիտի, սատանան պիտի իր արած հրաշքներն ու նշանները այնքան նմանեցնի Աստծուն, որ նույնիսկ ընտրյալները կասկածեն, թե որն է ճիշտ, որն է Աստծուց, որը չէ։ Սա մեզ բերում է մի ուրիշ մտքի, որ մենք պետք է այնքան խորը ճանաչենք Աստծո գործերը, այնքան լավ կարողանանք ճանաչել Աստծուն ու սատանային զանազանել, որ նա ոչ մի ձևով չկարողանա մեզ խաբել։ Սա մի միջոց է, որով խաբում է ինքը։
Սուտ մարգարեությունը ինչի համար է, չէ՞ որ խաբելու համար։ Եթե կարդաք 5 կտականում այդպիսի դեպքեր այնքան շատ են գրված, որ սուտ մարգարեներ էին հայտնվում, խոսում էին ու խաբում էին մարդկանց ու մոլորեցնում էին։ Նոր կտակարանային շրջանում էլ դրանք քիչ չեն։ Մեկը կարող է հայտնվի ասի, որ ինքը նույնիսկ Քրիստոս է, այդպես գրված է, գիտեք։ Ուզում եք մի անգամ էլ կարդամ, որովհետև սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելնեն, ու մեծ նշաններ եւ հրաշքներ պիտի ցույց տան։ Ես հիշում եմ մի 10-15 երևի տարիներ առաջ, այդպես շատ տարիներ առաջ, մի տեղեկատվություն կար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրացված 500 Քրիստոս կա։ Ված չի, չէ՞։ Դեռ 500 գրանցված, դեռ ինչքան էլ կային, որ գրանցված չեն գուցե, բայց մարդիկ, գուցե ինչքան էլ մարդիկ հավատում են նրանց, որ իսկապես նրանք Քրիստոս են, որովհետև խոսում են որպես Քրիստոս իր անունից, նմանեցնում են իրենց գործերը Քրիստոսի գործերին, իրենց խոսքերը Քրիստոսի խոսքերին։ Դրամ էլ մարդիկ մոլորվում ու գնում են նրանց հետևից։ Գիտեք, ոչ մեկը իրեն չի համարի Քրիստոս, եթե իր հետևից գնացող մարդ չունենա։ Բայց մենք ոչ թե Քրիստոս ենք, այլ մենք Քրիստոսի պահածներն ենք, նրա անունով փրկվածներն ենք, ալելույա։ Մենք չիմացողներ չենք սատանայի գործերը։ Գրված է ուրեմն Եսայի 5-րդ գլխում, Եսայի մարգարեն գրում է այսպես. Տիրոջը չճանաչելու պատճառով իմ ժողովուրդս գերի է ընկնում։ Տիրոջը չճանաչելու պատճառով իմ ժողովուրդս գերի է ընկնում։ Մեզ պետք չի շատ կենտրոնանալ սատանայի գործերի վրա։ Մեզ պետք է լավ ճանաչել Աստծո գործերը, լավ ճանաչել նրա բնավորությունը։ Ու դուք երբեք չեք սխալվի, գիտեք։ Գիտեք ինչին է նման Աստծուն ճանաչելը։ Մի օրինակ բերեմ այսպես։ Պատկերացրեք դուք հեռախոսը վերցնում ու խոսում եք ինչ-որ մեկի հետ։ Ձեզ զանգել են հեռվից հա ձայնը, լավ չի լսվում, դուք ձայնի երանգից չեք կարող որոշել թե դա ով է, բայց թե ինչեր է խոսում ու ինչ նպատակով է խոսում, սրանից դուք կարող եք ճանաչել թե ով է, չէ՞ ձեզ հետ խոսում։ Դուք ձեր բարեկամներին, ձեր ընկերներին, ձեր ծանոթներին ճանաչում եք։ Երբ որ դուք խոսում եք, գիտեք մեկ-մեկ որ ինձ զանգում են ու սկսում են ինձ հետ խոսել ու ես չեմ ճանաչել թե ով է խոսում, մի քիչ խոսակցությունը երկարացնում եմ։ Անուն չեմ տալիս, ման փորձում եմ իր խոսքերի մեջ ճանաչել, թե սա իմ ընկերներից, իմ ծանոթներից որ մեկը կլինի։ Ու մեկ-մեկ հաջողվում է, որովհետև բոլորը իրար նման չեն խոսում։ Մեկը օգտագործում է բառեր, որոնք միայն իրեն են հատուկ։ Այն մյուսը բառեր, որոնք միայն իրեն են հատուկ։ Բայց խոսակցության ժամանակ կարողանում ես այդ ձևով ճանաչել։ Հետաքրքիր է, չէ՞, բայց Երանի մենք Աստծուն այդպես կարողանանք ճանաչել։ Երբ որ մեկի բերանով Աստված կխոսի, դու կարողանում ես դրան ճանաչել, դա ունի իր պտուղները, թողնում է իր հետևանքները, ու դրա մասին գրված Աստվածաշնչում։ Դրան մոլորությունը ամենավտանգավոր բաներից մեկն է, որը կարա շատ հեշտությամբ քրիստոնյաներին նույնիսկ շեղի։ Դրա համար զգույշ լինել ու շատ լավ ճանաչել Աստծուն։ Մեր ամենօրյա ձգտումը պիտի լինի ճանաչել Աստծուն։ Ամեն օր մի նոր բան ճանաչել, երբ որ բաց եք անում Աստվածաշունչը կարդալու, ամեն անգամ մի նոր բան գտնեմ, որով ճանաչեմ Հիսուսի որակներից մեկը, Հիսուսի բնավորության գծերից մեկը։ Երբ որ կանգնում եմ աղոթքի, մի նոր հպում եմ ուզում, մի նոր կպնել եմ ուզում կարծես թե Աստծուն, որ մի նոր ձևով ճանաչեմ նրան, մի նոր ձևով լսեմ իրեն։ Հալելույա, փառք Հիսուսին։ Եթե դուք իսկապես աճեք ճանաչողության մեջ, ըստ դժվարությունը ձեր առջև չի կանգնի։ Դրա համար ես ձեզ քաջալերում եմ աճեք ճանաչելու մեջ։ Մանավանդ որ Հիսուսը ավելի շատ է ուզում, որ դուք իրեն ճանաչեք, որովհետև գրված է միտեղ, որ ինքը ուզում է, որ դուք իրեն ճանաչեք, այնպես ինչպես ինքն է ձեզ ճանաչում։ Հալելույա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն սա առաջինն էր, մոլորությունը դա առաջինն էր։ Երկրորդը ես անվանել եմ մարմնավորություն։ Դա չի վերաբերվում այս մարմնին։ Սա ֆիզիկական մի մարմին է, որը մի օր կարա ծառայի Աստծուն, մյուս օրը կարա ծառայի սատանային։ Սա ֆիզիկական մի մարմին է, որը ծառայում է մեր մտքին։ Ինչ որ մենք մտածում ենք, մենք թելադրում ենք մեր մարմնին, մեր մարմինը գործում է դա։ Դրա համար խոսքը չի վերաբերվում այս ֆիզիկական մարմնին։ Ավելի շատ խոսքը վերաբերվում այն մարմնավորությանը, որին մարդիկ տրվում են։ Աստվածաշնչում Նոր Կտակարանում այդ խոսքը գրված է նրա համար, մեղքեր գործելու կամ, չգիտեմ, այս աշխարհային բաների մեջ խորանալու համար։ Այս ձև երևի նկարագրեմ։ Դրա ամենահարմար հատվածը, որը կարելի է իրար հետ ուսումնասիրենք ու հասկանանք, թե ինչ է ուզում ասի, գրված է Առակաց 6-րդ գլխում։ Մի փոքրիկ հատված, որ խոսում է մարմնավորության, այս աշխարհային բաների մասին։ Տեսեք 6-րդ գլխի 16-րդ խոսքից այսպես է գրված. Տերը այս 6 բաներից զզվում է, եւ նրա հոգու առջև 7 բան պիղծ է. ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ, չարություն անելու համար շուտ վազող ոտքեր, ստություն խոսող անիրավ վկա ու եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ։ Դուք Նոր Կտակարանում շատ եք կարդացել, դրա համար ես Նոր Կտակարանից չասեցի խոսքը, այլ ասեցի 5 Կտակարանից։ Նոր Կտակարանի Եփեսացիների թղթում այսպիսի խոսք է. գրված է սատանային տեղ մի տվեք։ Կարդացել եք այդ խոսքը, 4 գլխի 27-րդ խոսքը։ Գրված է սատանային տեղ մի տվեք։ Մի քանի խոսք են կողմ 30-րդ խոսքում գրված է Սուրբ Հոգուն մի տրտմեցրեք։ Այսինքն երբ որ ես իմ կյանքում գործում եմ մի բան, որով սատանային տեղ եմ տալիս իմ կյանքում,
Դրանով Սուրբ Հոգուն շատ նեղացնում եմ, որովհետև կարծես թե Սուրբ Հոգուն եմ հեռացնում դրանով իմ կյանքից։ Ու դրանք ինչեր են, որ մարդկանց կյանքում այդքան ուժեղ կարող են հրավիրել սատանային, կամ եթե հակառակն եմ գործում, կարող են հրավիրել Սուրբ Հոգուն։ Դրանք մեր գործերն են, գիտեք։ Այնքան Աստված չի նայում մեր շուրթերի խոսքերին, ինչքան նայում է մեր գործերին։ Ձեզ մի հարց տամ։ Եթե մեկը գա ու այսպիսի բան ասի, գիտես, ես քեզ չգիտեմ ինչ որ լավ խոստումներ, բայց հետո գնա հակառակը անի։ Դուք որին կհավատաք։ Իր ասածին թե իր արածին։ Չէ՞ որ միշտ մարդկանց արածը ավելի մեծ արժեք ունի, քան թե իրենց խոսածածը։ Ու այդ մարդիկ, ում խոսքերն ու գործերը իրար հետ չեն համապատասխանում, նրանց անվանում են կեղծ մարդիկ, ու նրանք փոքր հարգանք են ունենում, շատ ցածր հարգանք են ունենում։ Այդպես չի։ Ինչու մտածենք, որ հանկարծ Աստված ավելի շատ կնայի մեր շուրթերի խոսքերին ու ոչ թե մեր գործերին։ Եթե դուք ասում եք, որ Աստծուն սիրում եք, ուրեմն դուք կմերժեք մեղքը հաստատ, որովհետև մեղք գործելը այն բոլոր բաները, որ կարդացի, մեղք գործելը իսկապես զզվեցնում է Աստծուն, դուք դրան հավատում եք։ Կարդացեք 6-րդ գլխի 16-րդ խոսքը, այս 6 բաներից Տերը զզվում է։ Նրա հոգու առջև 7 բան պիղծ է։ Սա գեղարվեստական խոսք է, չի նշանակում, որ այն մի բանից Աստված չի զզվում։ Բոլոր 7-ն էլ թե զզվելի են, թե պիղծ են Աստծո առջև։ Գրված ամբարտավան աչքեր։ Դժվար մտածում սրա մասին, որ հանկարծ իր հայացքը, այդ ամբարտավան հայացքը կարող Աստծո առջև զզվելի լինի։ Սա խոսք չի, սա գործ է, գիտեք։ Մենք հաճախ այսպիսի մեղքերին կարող է շատ անտեսենք, բանի տեղ չդնենք։ Ստախոս լեզու, մարդ, որ անընդհատ սուտ է խոսում, կամ ընդհանրապես սուտը, գիտեք, դա լուրջ մեղք է Աստծո առջև։ Անմեղ արյուն թափող ձեռքեր, սա չի նշանակում, որ իսկապես ֆիզիկապես մարդուն սպանել, թեև դա էլ է մտնում սրա մեջ, բայց մենք ինչքան ենք մարդկանց սպանում տարբեր ձևերով։ Սպանելու մի կարևոր բան ասեմ, որը շատ կարևոր է իսկապես ու մեր կյանքը շատ փչացնում է։ Գիտեք ինչ է նշանակում սպանել մարդուն, երբ որ դու կնստես մեկի կողքին, խոսես երրորդ մարդու բացասական բաներից, դու այդ մարդու սրտում կսպանես նրան։ Սա սպանություն է, շատ զգուշ եղեք սրանից։ Սա գիտեք ինչ է նշանակում, Աստվածաշունչը դա անվանում է բամբասանք։ Բամբասանքը իրականում իրենից ներկայացնում է երկու տեսակ կիրք։ Մեկը կոչվում է հետաքրքրասիրության կիրք։ Մարդը ձգտում է ամեն ինչ իմանա մի ուրիշի կյանքի մասին։ Մեկ-մեկ քո առաջ հարց դիր, ասա ինձ ինչի է պետք դրանք իմանալու, զսպիր, սպանիր քո մեջ այդ բամբասանքի կիրքը։ Երկրորդ կիրքը գիտեք որն է, երբ որ ինչ-որ բան իմացել է, ինքը չի կարողանում չասի ուրիշներին։ Լսել եք մեկ-մեկ ասում են, որ չասեմ կմեռնեմ։ Երևի ծանոթ արտահայտություն է ձեզ, շատ եք հանդիպել։ Բայց զգուշ եղեք, քրիստոնյաները այդպեսին պիտի չլինեն, երբեք դա ձեզ պիտի չգրավի հանկարծ։ Տեսեք վերջի արտահայտությունը մեղքը, որ գրված է այս հատվածում, 7-րդ բանը ինչ որ գրված է։ Եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ, Աստված զզվում է սրանից։ Եթե հանկարծ դու մի բաներ կխոսես, որ մարդկանց մեջ կռիվ ու թշնամություն կառաջացնես, Աստված զզվում է ուղղակի սրանից։ Բամբասանքի ժամանակ, որ հանկարծ ասում ենք մարդու մասին վատ բաներ խոսել է, մեկ-մեկ քրիստոնյաները ասում են, գիտեք, բայց ինչ որ ասում ճիշտ եմ ասում։ Գիտեք, անկախ նրանից դա ճիշտ է, թե սխալ։ Գիտես ինչու, որովհետև դու առաջացնում ես բաժանում երկու անձերի միջև։ Եթե դա ճիշտ է, ես քեզ հարց տամ։ Դու կուզենաս, որ մեկը քո բացասական գծերը մի ուրիշ տեղ խոսի։ Թեկուզ ճիշտ է։ Իհարկե չես ուզենա։ Ինչ ես մտածում, որ ուրիշը պիտի ուզենա, որ իր բացասական գծերը մի ուրիշ տեղ խոսես։ Իսկ հետո մարդկանցից, որ բացասական գծեր չունի։ Մեկը կարծում է, որ ինքը չունի, ես ունեմ։ Դուք ունեք թե չէ։ Զգուշ եղեք, ինչ որ ուզում եք մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք։ Չէ, Աստծո ոսկե կանոնը։ Չար խորհուրդներ հնարող սիրտ, սրտեր կան, որ իրենք սիրում են չար բաներ մտածել։ Զգուշացեք, հեռացրեք, աղոթեք դրա համար։ Չարություն անելու համար շուտ վազող ոտքեր, ստություն խոսող անիրավ վկա, ու եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ։ Լավ էլ շատ չխոսեմ սրանից։ Չեմ սիրում շատ խոսել են բաներից, ինչը զզվելի է։ Ավելի լավ շատ խոսել են բաներից, ինչը օրհնություն է։ Նոր Կտականում այսպիսի խոսք է գրված. դուք կանչված եք նրա առաքինությունները քարոզելու։ Կարդացել եք. դուք չեք կանչված ձեր հարևանների բացասական գծերը պատմելու։ Ձեր քույրերի, ձեր եղբայրների, չգիտեմ, ձեր ընտանիքի անդամների կամ ուրիշների բացասական գծերը պատմելու։ Աստված ձեզ կանչել է իր որդու առաքինությունները պատմելու։ Դուք ճանաչում եք այդ առաքինությունները։ Կարող եք նստել մարդկանց կողքին ասել, գիտես Հիսուսը ինչ քաղցր է այսօր առավոտը իր հետ խոսել եմ։ Նստել ասել, գիտես այսօր առավոտյան որ գիրքը բացեցի կարդալու, այսպիսի խոսքեր հանդիպեց, որ մինչև հիմա չէի հասկացել։ Սրա համար եք կանչված։ Դրա համար որտեղ որ կնստեք, իրար մեջ խոսակցելով, իրար օրհնություններով, Աստծո երգերը երգելով, լցվեք Սուրբ Հոգով։ Սա Աստծո պատվերն է, չէ՞, Եփեսացիների 5-րդ գլխում։ Սրանով զբաղված եղեք, ոչ թե ուրիշ բաներով։ Թող ձեր հետաքրքրասիրության կիրքը ուղղված լինի ինչպիսին է Հիսուսը, ինչ բնավորության գծեր ունի։ Ինչ արեց Հիսուսը քո կյանքում, այսպիսի հրաշքներ խոսեք, պատմեք, քաջալերեք իրար, որ լցված լինեք Աստծո, ոչ թե լցված լինեք ուրիշի բացասական գծերով։ Թող Տեր Հիսուսի անունը փառավորվի։ Հալելույա։ Մարդիկ շատ հաճախ այս թակարդի մեջ ընկնում են իրենք չգիտակցելով, բայց հենց դու սրան տեղ ես տալիս քո կյանքում, դու Աստծո օրհնություններից զրկվում ես։
զրկանք ես կրում կարծես, ինչպես Պողոս առաքելն ասում։ Զգուշացիր սրա համար։ Կամ մի ուրիշ շատ ուժեղ միջոց, որ շատ հաճախ քրիստոնյաներին գրավում է։ Գիտեք, ու հաճախ դուրս է քաշում Աստծո կանոններից։ Եթե ունեք գրքեր ինձ հետ բացարեք Մատթեոս 18-րդ գլուխը։ Հիսուսի խոսքերն են այստեղ գրված 18-րդ գլխում։ 7-րդ խոսքում Հիսուսը խոսում էր իր աշակերտների հետ կոնկրետ ու ասաց այսպիսի խոսքեր. «Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով, որովհետև պետք է որ գայթակղությունները գան, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով գայթակղությունները կգան»։ Գայթակղություն բառը գիտեք ինչ է։ Հրապույր, մի բան, որով հրապուրում են, մի բան, որով ձգում են։ Հիսուսը ասաց. «Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով, որովհետև հարկ է, պետք է որ գայթակղությունները գան, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով գայթակղությունները կգան»։ Հաճախ Սատանան ինքը անձամբ չի կարողանում մոտենալ քրիստոնյաներին։ Գիտեք ինչու։ Ես մի քիչ հետո ավելի մանրամասն կխոսեմ, որովհետև քրիստոնյաները ուժեղ պաշտպանված են Աստծո կողմից։ Իրենց հնարավոր չի ուղղակի մոտենալ Սատանան։ Ինքը կանգնում է մի քիչ հեռու, կարծես ցանկապատից դուրս։ Քրիստոնյայի շուրջը մի ցանկապատ կա, որը Սուրբ Հոգու զորությունով, վրեժտակներով կառուցված է Աստծո կողմից։ Կանգնում է ցանկապատից դուրս ու մտածում է ոնց վնասեմ այս քրիստոնյային։ Նայում ասում է լավ, ես մոտենալ չեմ կարող, բայց գուցե իրան դուրս կանչեմ այդ ցանկապատից։ Ու սկսում է հրապուրել։ Մարդկանց ի՞նչն է հրապուրում։ Փողը ցույց է տալիս, ասում է տես ինչ լավ փայլուն կանաչ գույնի հիմա շատ կա, չէ՞։ Մի քիչ էլ կարմիրին խփող կա հիմա։ Ցույց է տալիս, ասում է դուրս եկեք իմ մոտ, կտամ, շատ կտամ։ Սա իր փորձություններից, իր գայթակղություններից, հրապույրներից մեկն է։ Հիսուսին ինչ ասեց։ Ասեց ինձ երկրպագիր, պես ամբողջ աշխարհի թագավորությունները քեզ կտամ։ Ասեց, չէ։ Ու եթե Հիսուսը երկրպագեր, բայց Հիսուսը քշեց հեռու, ասեց եթե ես գնա Սատանա գրված է միայն քո Տեր Աստծուն երկրպագիր ու պաշտիր։ Շատ հաճախ ցույց է տալիս, կարող է այդ բառերը մենք չենք լսում, բայց այդ հրապույրը առաջանում է քրիստոնյայի սրտում։ Ու քրիստոնյան սկսում է մեղք գործել նրա համար, որպեսզի ինքը դա ձեռք բերի։ Հենց դու սկսում ես մեղք գործել, սուտ խոսել, ինչ որ բան անել, դու զրկանք ես կրում այդ բաժնում Աստծո օրհնություններից։ Զրկվում ես կարծես թե այդ բաժնում։ Զգուշ եղեք, Սատանայի գործերը ճանաչող եղեք ու հանկարծ զրկանք չկրեք։ 5 տականում մի շատ ուժեղ հրապույրի դեպք կա նկարագրված, երբ որ Իսրայելը արդեն շատ մոտ էր, որ պիտի մտներ Քանանի երկիր։ Գիտեք, որ 40 տարի անցավ անապատային ճանապարհով։ Անապատի ճանապարհով անցավ 40 տարի, ու արդեն 40 տարին լրացել էր ինքը պիտի անցներ Հորդանանը ու մտներ այժմյան Պաղեստինի տարածքը։ Ու այդտեղ պիտի ապրեր, որովհետև Աստված խոստացել էր, որ այդ ամբողջ երկիրը իրեն պիտի տա։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Վերջին թշնամին, որ կանգնեց իր առաջ, մի ազգ էր, որ Մովաբն էր։ Ինքը իհարկե Իսրայելը ագրեսիվ չէր, ինքը պատրաստ էր շրջանցել ցանկացած ազգի, շրջանցել ուղակի տերիտորիան առանց վնասելու ու մտնել իր երկիրը։ Բայց մեկ-մեկ ազգերը չէին համաձայնվում ճանապարհ տալու։ Բանակ էին հավաքում ու կանգնում էին առաջը, փակում էին ճանապարհը։ Մովաբի թագավորն էլ հավաքեց իր բանակը ու փակեց ճանապարհը Իսրայելի, որպեսզի թույլ չտա Իսրայելը մտնի Քանանի երկիր։ Ինչ տեղի ունեցավ։ Նայեց քանակին թագավորը Իսրայելի ժողովրդին քանակին վախեցավ։ Ասաց ես փոքր քանակ զորք ունեմ, այս մեծ քանակին չեմ հաղթի։ Ուրիշ միջոց ուզեց կիրառի։ Մի կախարդ կար, Բաղամ էր նրա անունը։ Մարդ ուղարկեց, ասաց կանչեք այդ կախարդին, կանչեցին, ասաց անիծիր Իսրայելին, որպեսզի Իսրայելին կարողանամ հաղթել պատերազմի ժամանակ։ Կանգնեց, բերանը բացեց, որ անիծեր, չկարողացավ, օրհնություն դուրս եկավ բերանից։ Թագավորը բարկացավ, ասաց ինչպես ես քեզ կանչել եմ անիծելու, դու օրհնում ես այս ժողովրդին։ Ասաց ես չեմ կարող, ինչ Աստված դնում է բերանումս, այն եմ խոսում։ Փոխվել էր իր մոտ այդ կախարդությունից, Աստված ուժեղ ներգործում էր։ Ու ինքը այսպեսի խոսքեր ասեց Աստծո օրհնածին ինչպես անիծեմ։ Ոչ մի ձև չկարողացավ անիծել ու վնասել Աստծո ժողովրդին։ Հետո ինքը բայց թագավորին մի վատ բան սովորեցրեց։ Ասեց, որ այս ժողովուրդը գտնվում է Աստծո պաշտպանության տակ, իր սրբության պատճառով, որովհետև ինքը պահում է Աստծո կանոնները։ Ասեց հանիր իրեն Աստծո կանոններից եւ ինքը կպարտվի։ Ուրեմն բերեցին շատ աղջիկներ, անառակ աղջիկներ, կանայք, որ դրեցին Իսրայելի առաջ, ուղարկեցին Իսրայելի բանակը, ու Իսրայելը ընկավ շնության մեղքի մեջ։ Գրված է մինչև իշխանները անգամ այդ մեղքի մեջ էին։ Ու այդ ժամանակ, երբ որ այդպիսի մեղքի մեջ ընկավ, Աստծո բարկությունը բորբոքվեց։ Աստված մի մեծ կոտորած սարքեց այդ ժողովրդի մեջ։ Շատերը մահացած ընկան հենց այդտեղ անապատում։ Վերականգնվեց Իսրայելը նորից Աստծո առջև, հասկացավ, որ ինքը սխալ արեց, զղջաց, ապաշխարեց, վերականգնվեց։ Իրենք մտան պատերազմի մեջ, հաղթեցին պատերազմի ժամանակ, այդ կախարդին էլ սպանեցին ու մտան իրենց տարածքը գրավեցին։ Բայց ինչքան մարդիկ մնացին անապատում դրա պատճառով։ Ինչքան մարդիկ Աստծո պաշտպանությունից դուրս եկան մի հատ հրապույրի պատճառով։ Գիտեք, դա զորավոր հրապույրներից մեկն է Սատանայի։ Այսօր միացրեք հեռուստացույցը, ամեն տեղ, որ կողմ թեքում եք, որ ալիքը միացնում եք, ինչ որ մի բան կա այդ հրապույրից։ Այսօր զորավոր հրապույրներից մեկն է։ Շատ զգուշացեք սրանից։
Դուք եթե Աստծո մարդ եք ու հաղորդակցություն ունեք Աստծո հետ, դուք կտեսնեք այդ հրապույրի ձեր սրտում մեծանալու դեպքում դուք ո՞նց եք կորցնում Աստծո ներկայությունը։ Ու երբ որ դրանից հետո գալիս եք աղոթքի, ինչպես եք ներքին հանդիմանություն ապրում։ Ապրում եք դա, ուրեմն զգուշացեք, որովհետև Աստծո ներկայության կորուստ կարող եք ունենալ։ Ու ամեն անգամ կորցնելով կարող եք Աստծուն վերջնական կորցնել։ Շատ զգուշացեք սրանից։ Սա զորավոր հրապույրներից մեկն է։ Հրապույրներից շատ ուժեղը մեկ էլ գիտեք ինչ է մարդու հպարտությունն ու պատիվը։ Հիսուսը դրա համար ասել է ուրացիր այդ պատիվը։ Չլինի որ քեզ գովեն, դու այնքան լավ զգաս, որ դրա պատճառով մեղ գործես։ Սատան շատ խորամանկ է, երբ որ Հիսուսին մոտեցան նրան փորձելու համար, գիտեք ինչ ասեցին մարդիկ, ասին գիտենք որ ճշմարտացեր ես, գիտենք որ ամեն ինչ բարի ես անում, որ մարդկանց երեսպաշտություն չես անում, դե հիմա մեզ ասա, կայսրին տուրք տալը ճիշտ է թե չէ։ Եթե Հիսուսը դրանից հպարտացած լիներ, դա շատ ցայտուն դեպք է։ Եթե հպարտացած իր ներսում sense մեծացած լիներ, ոնց ինձ այսքան գովեցին, հիմա ես ասեմ իրանց հակառակ բան ասեմ, ես պիտի իրանց հաճելի բան ասեմ։ Չէ, մենք երբեք ոչ մի մարդուն հաճելի բան չենք խոսում։ Մենք խոսում ենք Աստծուն հաճելի բաները։ Այո։ Հալելույա։ Երբեք վճռական եղիր սրա մեջ, որովհետև հենց դու սկսեցիր մարդկանց հաճելի եղածը գործել կամ խոսել, Աստծո օրհնություններից կկորցնես, որովհետև ստիպված կլինես մարդկանց հաճելի անելու համար մեղքեր գործել։ Գուցե միտեղ սուտ խոսել, գուցե միտեղ մի ուրիշ բան։ Մի շատ լավ խոսք կա, սա շատ ամուր պահեք ձեր սրտերում 119 Սաղմոսի 165 խոսքը։ Գրված Աստծո օրենքը սիրողներին շատ խաղաղություն կա ու գայթակղություն չի լինում։ Աստծո օրենքը սիրողներին շատ խաղաղություն կա ու գայթակղություն չի լինում։ Եթե դու Աստծո խոսքը սիրող մարդ ես, դու շատ խաղաղություն ես ունենում, քեզ ուրիշ ոչինչ չի հրապուրում։ Քեզ հրապուրում է Աստծո խոսքը, քեզ հրապուրում է Աստված ինքը, քո կյանքը դառնում է Աստված ինքը։ Քեզ համար միևնույնն է, թե շուրջը աշխարհում փոթորիկներ, ինչեր, դու դրանց համար կարող ես աղոթող լինել անհանգստությունով, բայց չես հրապուրվում ու դուրս չես գալիս Աստծո պաշտպանությունից։ Զգուշ եղեք սրա համար։ Հալելույա։ Ու եթե իսկապես ուզում եք, որ ոչ մի տեսակ հրապույրներով սատանան ձեզ չկարողանա գրավել, Աստծո խոսքը սիրող մարդիկ դարձեք։ Ձեզ հարցնեմ այսպեսի բան, մի հատ նայիր քո սրտին, վերջին անգամ երբ ես սիրահարված եղել Աստծո խոսքի վրա։ Ես չեմ ասում ուղղակի սիրում եմ ասես, որ սիրտդ իսկապես ծառավի, իսկապես սիրահարված լինես Աստծո խոսքի վրա։ Որ խոսքը Աստվածաշունչը բացես, ինչպես քո սիրածի նամակը կբացեիր։ Դարձիր այդպեսին, խնդրիր, որ այդպեսի սիրտ ունենաս, եթե հանկարծ այդպեսին չի սիրտդ։ Աստված կանի քո կյանքում, չվախենաս, թող Տերը օրհնի քեզ։ Եկեք շարունակենք։ 4-ը զբաղվածությունը։ Ձեր կյանքում պատահել է այսպես, հենց ուզում եք գնաք հավաքույթի, մեկ էլ հյուր է գալիս։ Հենց ասում եք հիմա պիտի բացեմ Աստվածաշունչը կարդամ, մեկ էլ հեռախոսը զանգում է։ Վերցնում եք ու մի կես ժամ ձեզ զբաղացնում են հեռախոսով։ Մեկ էլ հենց ասում եք, որ վերջ սրանից հետո կանոնավոր ձևով պիտի մասնակցեմ հավաքույթների, կանոնավոր ձևով պիտի կարդամ, կանոնավոր ձևով պիտի աղոթեմ։ Մեկ էլ ձեզ մի այնպիսի մեծ գործարք են առաջարկում, այնպիսի մի կարևոր, որ այնքան մեծ շատ էլ փող կա մեջը, այնքան էլ հարմար է, որ ձեզ մնում է օրվա մեջ մի 2 ժամ էլ քնելու համար։ Այս ժամանակ չեք ունենում ոչինչ անելու։ Շատ զբաղվածություն է։ Ունենում եք այսպիսի դժվարություն, եթե ունենում եք բացարեք Ղուկաս ավետարան 21-րդ գլուխը։ 21-րդ գլխում հիշում եք Հիսուսը խոսում էր աշխարհի վերջի մասին։ Իր աշակերտներին սովորեցնում էր, թե ինչպիսին պիտի լինի աշխարհի վերջը։ Եվ 33-34 խոսքերը պիտի կարդամ։ Հիսուսը շատ ուժեղ այս ձևով կարծես վերջացրեց իր լրիվ ուսուցումը։ Երկինքն ու երկիրը պիտի անցնեն, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնեն։ Իսկ դուք զգուշացեք ձեր անձերին, չլինի որ սրտերդ կերուխումով, գինովությունով, աշխարհային զբաղմունքներով ծանրանա ու հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի։ Այս հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի, այդ օրը դա խոսում է Հիսուսի գալուստի մասին, որովհետև ինքը հենց ամբողջ այս հատվածում խոսում էր աշխարհի վերջի ու Հիսուսի գալուստի մասին։ Ու զգուշացրեց, ասաց երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնեն։ Իսկ դուք զգուշացեք ձեր անձերին, չլինի որ ձեր սրտերը կերուխումով, գինովությունով եւ աշխարհային զբաղմունքներով ծանրանա ու հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի։ Կերուխումը, չգիտեմ, սա շատ հրապուրական մի բան է, մարդիկ ընդհանրապես սիրում են մասնակցել կերուխումի, բայց չէ լինի, չէ։ Դրա մեջ իրականում մեղք չկա, այդպես էլ պիտի լինի։ Կերակուրները գրված ստեղծված են, որպեսզի մարդիկ վայելեն դրանք ուրախությունով, գոհությունով Աստծուց։ Գինովությունը դա ճիշտ բան չի։ Մարդիկ դա անում են, չգիտեմ, ավելի իրանց տրամադրությունը բարձրացնելու, բայց մեր տրամադրությունը բարձրանում է Սուրբ Հոգով գինովնալուց։ Ամեն։ Ով է, որ ամեն օր հարբում է Սուրբ Հոգով։ Հալելույա։ Թող քո կյանքում էլ ավելի շատանա։ Իսկ նրանք, ովքեր չեն հարբում, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ամեն օր աղոթեք, կարդացեք այնքան մինչև հարբեք Սուրբ Հոգուց։ Այսա է ճիշտ գինովությունը։
Ուրեմն իսկ դուք զգուշացեք ձեր անձերին, չլինի որ ձեր սրտերը կերուխումով, գինովությունով սրանք դրեցինք մի կողմ, աշխարհային զբաղմունքներով ծանրանա։ Աշխարհային զբաղմունքների մեջ շատ բաներ կան, որոնք մեղք չեն, բայց հաճախ դրանք զբաղեցնում են Աստծո բաժինը, քո կյանքի, քո ժամանակի այն բաժինը, որ դու պիտի տաս Աստծուն, հաճախ զբաղեցնում են դրանք։ Դու ասում ես աղոթեմ, մեկ էլ ասում ես լավ, ես մի գործն էլ անեմ, հետո աղոթեմ։ Լավ, ես մի գործն էլ անեմ, հետո աղոթեմ։ Մեկ էլ տեսնում ես էլ աղոթքել ցանկություն էլ չի մնացել։ Եղել է այսպես։ Կարծում եմ հասկանում եք ինչ եմ ասում։ Հիսուսը զգուշացրեց, չծանրանա ձեր սրտերը դրանով։ Ասում եք կարդամ, այս գործն էլ անեմ, կկարդամ, այս գործն էլ անեմ, կկարդամ։ Մեկ էլ արդեն հոգնած, պարկում եք քնելու, հիշում եք, որ այդ օրը չեք կարդացել։ Հիսուսի հետ հաղորդակցություն չեք ունեցել։ Ինչու՞, որովհետև ամբողջ օրը զբաղված էր, լցված էր ինչ որ գործերով։ Շատ եմ հավանում Մարտին Լյութերի այն խոսքերը, որ ինքը մի անգամ ասել էր. «Եթե օրը 3 ժամ չաղոթեմ, ես իմ գործերը չեմ հասցնի»։ Եթե օրը 3 ժամ չաղոթեմ, ես իմ գործերը չեմ հասցնի։ Մեր մարդկային թվաբանությունով ու տրամաբանությունով սա ճիշտ չի։ Մենք չենք հասկանա սա։ Կասենք, եթե օրը 3 ժամ տամ Աստծուն, աղոթելու, կարդալու ինչ որ աստվածային բաների, բա իմ գործերը երբ անեմ։ Ես շատ դեպքերի եմ ականատես եղել, շատ վկայություններ եմ լսել, երբ որ մարդիկ ասել են, որ այն գործը, որ պիտի անեի 10 ժամվա մեջ, մի ժամ աղոթեցի, արեցի 5 ժամվա մեջ։ Աստծո օրհնությանը մի աչքով մի նայեք։ Աշխարհային մեր շատ սիրած խոսքերից մեկն է, չէ՞, ասում են մի աչքով մի նայի։ Չեմ ուզում, որ դուք Աստծո օրհնությանը, Աստծո ներգործությանը այդպես անտեսած լինեք։ Մեկ-մեկ կլինի քո կյանքում, որ դու շատ փող կաշխատես, իսկապես կգա փողը, բայց մեկ էլ կտեսնես չես հասցնում քո ծախսերը փակես։ Մեկ էլ կլինի, որ կտեսնես այդ փողի շատ փոքր մասն ես ձեռք բերել, որ նույնիսկ վախենում ես, որ չես հասցնում։ Մեկ էլ կզարմանաս, որ ինքը քեզ լրիվ կբավարարի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Աստծո օրհնությունը ավելի կարևոր բան է, քան թե մեր աշխարհային հաշվարկները, որտեղ մեր հաշվարկները հաճախ Աստծո մոտ բոլորովին չեն անցնում։ Աստծո օրհնությունն է անցնում։ Հավատքով արեք ինչ որ կանեք։ Երբ որ դուք առաջին տեղում ձեր կյանքում դնեք Աստծուն, ու առաջին հերթին ձեր նվիրումը լինի Աստծունը, մնացած բաները հավատացեք Աստված ինքը կարա շատ արագ անի ու շատ լավ արդյունքների հասնեք դրա մեջ։ Թող Տերը օրհնի ձեզ։ Խնդրում ճիշտ հասկացեք, ես ձեզ չեմ ասում մի աշխատեք։ Հակառակը գրված Աստվածաշնչում, որ չի ուզում աշխատել, թող հաշճուտի։ Շատ խիստ է խոսում դրա մասին։ Ասում են նրանք, որ անկարգություն կանեն, այդ խոսքից անմիջապես հետո է։ Նրանք, որ անկարգություն կանեն, նրանց պատժեք, նրանց հետ մի խառնվեք։ Այդ խոսում է աշխատողների համար։ Հետարքիր խոսքա, չէ՞ որ այդքան խիստ Աստված վերաբերվում ծուլությանը, որ պետք է աշխատել իսկապես։ Բայց սա չի նշանակում, որ դա պիտի անել Աստծո հաշվին։ Հիսուսը մի այսպիսի արտահայտություն արեց։ Ասաց. «Ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը վաստակես ու քո անձը կորցնես։ Ինչ օգուտ, որ դու ամբողջ աշխարհի թագավորությունները, հարստությունը կարողանաս աշխատել, ձեռք բերել, բայց վերջում քո անձը գնա դժոխք։ Ինչ օգուտ դրանից։ Դուք եղեք Աստծո հետ, Հիսուսի հետ, մտերիմ հարաբերությունների մեջ, որովհետև այս աշխարհի խճճված գործարքների ամեն ինչի մեջ դուք միայն մի ձևով կարող եք անցնել, երբ որ Հիսուսի ձեռքը բռնած լինեք ու ինքը ձեզ առաջնորդի։ Հիշում եմ տարիներ առաջ մի անգամ մի դեպքի համար աղոթք էինք անում, շատ խճճված մի դեպք էր։ Աղոթքի մի խումբ էր հավաքված, աղոթք էինք անում, ու մեկը ասեց Աստծուց խոսք ունեմ։ Ու երբ որ ինքը պատմեց, մի տեսիլք պատմեց։ Ասում է վերևից ոնց որ նայի երկրի վրա ու տեսա երկաթուղու գծեր։ Ասում է այնքան խճճված էր, որ նայում էի ու մտածում էի ոնց կգնա այստեղով գնացքը կամ ոնց պիտի անցնի։ Ասում մեկ էլ գնացքը եկավ ու շատ սահուն այդ բոլոր ամեն ինչով անցավ, որ նույնիսկ չհասկացավ ոնց գնաց այդ գծերով։ Ասում անցավ ու դուրս եկավ։ Ու Աստծո խոսքը, եթե ինձ հետ լինես, ես քեզ այսպես կանցկացնեմ։ Եթե ինձ հետ լինես, ես քեզ այսպես կանցկացնեմ։ Այսօր գուցե քո կյանքում շատ խճճվածություններ կլինի։ Այս աշխարհային խճճվածությունները քեզ կզբաղեցնեն։ Բռնի Հիսուսի ձեռքը։ Դիր մի կողմ դրանք թող սպասեն, բռնի Հիսուսի ձեռքը, ասա ինձ անցկացրու դրանով։ Ու կյանքի այդ խճճվածություններով ինքը քեզ կանցկացնի։ Հետո որ ետ նայես, դու էլ կզարմանաս ինչպես անցար այդ բոլորի մեջով։ Ոչ թե դու անցար, այլ քեզ անցկացրեց։ Ալելույա։ Սիրում եմ, երբ որ երևում է Աստծո զորությունը։ Տերը օրհնի ձեզ։ Այստեղ, որպեսզի դուք զբաղվածությանը կարողանաք հաղթահարել, ես ձեզ մի քանի բաներ ասեմ, որ շատ կարևոր են ձեր համար, որովհետև զբաղվածությունների մեծ մասը առաջացնում է սատանան մարդկանց միջոցով։ Ձեզ կբերի բարեկամներ, որպես հյուր այն ժամանակ, երբ որ դուք պիտի գնաք հավաքույթի, այն ժամերին, որ դուք պիտի աղոթեք ու կարդաք, ծանոթներ կզանգեն եւ այլն։ Դրա համար վերաբերմունքի ճիշտ ձևեր կա։ Նախ այդ մարդկանց հետ եղեք շատ քաղցր, որպեսզի դուք Աստծո անվանը հայհոյելու տեղ չտաք։ Այդ մարդկանց հետ եղեք շատ քաղցր, ձեր մերժումը նույնիսկ, որ այդ մարդկանց պիտի մերժեք, շատ քաղցրությամբ լինի Աստծո սիրով, դրա ներգործությունով։
Նախորդ երբ որ մի շաբաթ հետո պիտի գնաք հավաքույթի կամ շաբաթվա մեջ ունեք մի քանի հավաքույթ, որովհետև տարբեր են դրանք, այդ հավաքույթի համար նախորդ աղոթեք, որ խանգարող ոչ մի արգելք չլինի։ Խնդրեք Հիսուսից, որ բոլոր այդ արգելքները վերացնի։ Գիտեք, մենք չենք տեսնում, թե վաղը ով մեզ հյուր կգա։ Սատանան ում կբերի մեր ճանապարհը փակելու համար, բայց եթե դու նախորդ աղոթած լինես, Աստված կիշխի այդ դեպքերի վրա, ու ինքը կդասավորի դեպքերը։ Գիտեք, որ Աստված դեպքեր դասավորել գիտի, ու մեր աղոթքներով մենք կարող ենք դեպքերի հերթականություն, դասավորություն փոխել։ Գիտեք, սա ինչ մեծ իշխանություն է քրիստոնյաներին տրված։ Աղոթքի մեջ հաստատուն եղեք, վստահ, համարձակ, ու դուք կտեսնեք դրա զորությունը։ Եվ մի բան էլ, շատ վճռական եղեք, որ այն բաժինը, որ Աստծունն անպայման տակ Աստծուն։ Ու այս բաժինը երբեք չկորցնեք, որտեվ ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահենք, բայց մեր անձը կորցնենք։ Հալելույա։ Վերջին միջոցը, որ Սատանան օգտագործում է քրիստոնյաների նկատմամբ նրանց Աստծո կամքից հանելու համար, գիտեք դա որն է։ Սպառնալիքները։ Մարդու մեջ գործող երկու զորավոր ուժ կա՝ սերը եւ վախը։ Կարծես առաջի հայացքից դրանք իրար հակառակ են, բայց երկուսն էլ շատ ուժեղ ու զորավոր են։ Երկերկոցը սիրում եք կարդալ։ Մինչև 16 տարեկանները լավ կլինի չկարդան։ Ես կատակ եմ անում, Երկերկոցի 8-րդ գլխում վերջի գլխում այդպիսի խոսքեր կա գրված, որ սերը կրակից ավելի զորավոր է ու շատ ջրերը չեն կարող մարել։ Ես ուղղակի պատմեցի, դուք կարող եք դա կարդալ, որ շատ ջրերը չեն կարող մարել։ Բայց ուզում եմ խոսել մի ուրիշ բանից, որովհետև Սատանան ինքը սեր չունի։ Ինքը սիրուց շատ հեռու միանձնավորություն է, ինքը եսասեր է, ինքը միայն իրեն է սիրում։ Սիրում է, որ իրեն երկրպագում են, սիրում է, որ ինքը մեծ է լինում։ Ինքը մարդկանց չի սիրում։ Դրա համար ինքը սեր առաջացնել մարդու մեջ չի կարող։ Բայց վախ առաջացնել կարա, գիտեք։ Ինքը շատ մեծ զորություն ունի վախեր առաջացնելու համար, անհանգստություններ առաջացնելու։ Մարդիկ վախենում են իրենց կյանքի համար, մարդիկ վախենում են իրենց ունեցվածքի համար, մարդիկ վախենում են իրենց պատվի համար, վախենում են իրենց երեխաների ապագայի համար։ Անդադ վախեր, որ նայում ենք մեր շուրջը։ Դու գնում ես աշխատանքի, վախեր։ Մարդիկ փողոցում քայլում են ու վախենում են, որ կընկնեն ավտոյի տակ։ Մարդիկ փողոցում քայլում են, վախենում են, որ շենքի վրայից մի բան կընկնի իրենց գլխին։ Հիմա սառույցներ շատ կան, զգուշացեք դրանից։ Ես հավատում եմ, որ ոչ մի պատահականություն գոյություն չունի, որ բոլոր դեպքերի վրա իշխող մեծ զորավոր Աստված կա, ու մենք պաշտպանված ենք ամեն բանից։ Ես շատ կուզենայի, որ այս դեպքը մեր Յորա եղբայրը պատմեր։ Հիշում եք, չէ՞, մեր Յորային։ Այս քույրերի միավորման մշակույթի տան տնօրենը։ Ուրեմն եղել այն ժամանակ, երբ որ այս ձնհալները սկսվեց։ Մենք երկուսով կանգնած էինք դռան առջև, շենքի հենց դռան առջև, ու իրար հետ զրուցում էինք։ Ես չգիտեմ, հետո որ նորից հանդիպեցինք մյուս օրը, եկավ նստեց, առավոտյան ես այստեղ վերևում սենյակում էի, եկավ ասաց պիտի խանգարեմ քեզ, որովհետև չեմ կարող այս բանը չպատմեմ։ Ասացի պատմի։ Ասում է հիշում ես, երեք մենք խոսում էինք այդ դռան առջև։ Ասացի հա հիշում եմ։ Ասում է հետո դու գնացիր։ Ասացի հա հիշում եմ։ Ասում է ես էլ մտա ներս։ Ասի հա, ասում է անմիջապես մի հատ այնպիսի դղրդոց եկավ, այնպիսի դղրդոց առաջացավ, ու ասում է ես մտածեցի երևի շենքը փլվեց։ Ասում է շրջվեցի, այս բարձրության ձնակույտ, այնտեղում որտեղ երկուսով կանգնած էինք։ Ոչ միայն ձնակույտ, դրա վրա փայտեր էին ընկած, որոնք տանիքում կպցրած են եղել, որպեսզի մարդիկ կարողանան քայլել ու չսահեն։ Այդ փայտերն էլ հետը, ու այդ բարձրության։ Յորան ասում է նայեցի, տեսա, ասում է վախից, ասում է մազերը սկսեցին բիզ-բիզ կանգնել։ Ասացի, բա որ մի քիչ շուտ լիներ սա, ասացի փառք Հիսուսին։ Նա գիտի երբ է պետք, որ թույլ տա դա թափվի։ Այնտեղ ինչքան հրեշտակներ կանգնած պահում էին, մինչև մենք ներքևում խոսում էինք։ Հենց որ մենք հեռացանք, ասաց դե հիմա կարող եք բաց թողել, թող թափվի։ Երբեք պատահականությունների մասին չմտածեք, որ պատահաբար էսպես կլինի, չի լինի։ Աստված է իշխում պատահականությունների վրա։ Նայա Տերը, նայա Աստվածը, ով կարա Աստծո ձեռքից վերցնի քեզ։ Շատ եմ սիրում Զաքարիայի 2-րդ գլխում գրված խոսքերը։ 5-րդ խոսքում խոստանում ասում է, որ ես նրա շուրջը հրեղեն պարիսպ պիտի լինեմ։ Պատկերացնու եք մի պահ մենք հոգևոր աչքեր ունենանք, որ ոչ թե նյութականը տեսնենք, այլ հոգևոր աշխարհը տեսնենք։ Մենք կտեսնենք մի կրակի շերտ, որ շրջապատել է մեզ։ Ու մենք կրակի մեջ նստած, կարծես կրակի ներսից նայում ենք դրսում սատանային, որ չգիտեմ, ուզում է խառնվի մեզ ինչ-որ վնաս տա ու չի կարողանում։ Որտեվ Աստված խոստացել ասես նրա շուրջը հրեղեն պարիսպ կլինեմ։ Դուք լցված եք Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին եկել է ձեր կյանքում, դրանից մեծ կրակ գոյություն ունի։ 5 տականում շատ են կարդում, որ Աստված իր հրեշտակներին ուղարկում է պաշտպանելու համար։ Ասում է իրենից վախեցողների 4 կողմը կդնի իր հրեշտակների բանակը ու կպաշտպանի։ Նույն Զաքարիայի 2-րդ գլխի 8-րդ խոսքում ասում է ձեզ կպնողը նրա աչքի բիբին է կպնում։ Դուք պատկերացնում եք ինչ արժեք ունեք Աստծո համար։ Ոնց կարա ինքը աչքա թող անի ու հանկարծ ինչ-որ պատահականության պատճառով դուք վնաս կրեք։ Այդ պաշտպանվածության չափերից ինչի եմ ուզում ցույց տալ, որպեսզի դուք հեռու լինեք ամեն տեսակ վախերից։
Մեկ-մեկս ասում եմ, եթե մարդը ինքը չգնա սատանայի բերանը մտնի զոռով, սատանան կրակել դառնա իրեն ոչինչ չի կարող անի։ Եթե դու զոռով ինքդ քո կամքով չընտրես մեղք գործել այս աշխարհի վրա ու ընտրես մեղքի ճանապարհով քայլելը, սատան կրակել դառնա քեզ ոչինչ չի կարող անել, որովհետև քո շուրջը հրեղեն պարիսպ կա, հալելույա, փառք Հիսուսին։ Երբ որ Հիսուսը իր աշակերտներին ուղարկել էր քարոզելու, հիշում եք այդ հատվածը, Ղուկաս 10-րդ գլխում։ Ուղարկեց քարոզելու, հետո աշակերտները վերադարձան, 70 աշակերտները վերադարձան, ուզում եմ այդ հատվածը կարդալ, որովհետև շատ օրհնյալ հատված է մեր համար։ 70 աշակերտները դարձան ուրախությամբ ու ասացին. «Տեր, քո անունով դևերն են մեզ հնազանդվում»։ Եվ ասաց նրանց. «Սատանան փայլակի պես երկնքից վառընկած էի տեսնում։ Ահա ձեզ իշխանություն եմ տալիս օձերի, կարիճների, թշնամու բոլոր զորության վրա կողկրտելու ու մի բան ձեզ պիտի չվնասի։ Բայց դուք դրա վրա մի ուրախացեք, որ չար ոգիները ձեզ հնազանդվում են, հապա ուրախացեք, որ ձեր անունները երկնքում են գրված»։ Հալելույա։ Որովհետև մեր պաշտպանությունը նրանից չի, որ Աստված ուղղակի մեզ իշխանություն է տվել, այլ նրանից է, որ մեր անունները գրված են երկնքում։ Այդ իշխանությունը մեզ տրված է նրա համար, որովհետև մեր անունները գրված են երկնքում։ Ու դու հավատարիմ եղիր այդ քո անվանը, որ գրված է երկնքում, այդ կանոնը գրողին հավատարիմ եղիր միշտ։ Իր անունը փառավորվի։ Եվ հետարքիրը ինչն է, մի անգամ էլ կարդամ այս խոսքը, հա ձեզ իշխանություն եմ տալիս օձերի, կարիճների, թշնամու բոլոր զորության վրա կողկրտելու ու մի բան ձեզ պիտի չվնասի։ Գիտեք ինչու են մարդիկ վախենում տրորել, որովհետև վախենում են, որ իրենց կվնասեն։ Մարդիկ ինչ են վախենում, օրինակ երբ որ թուղթուգիր են տեսնում, վախենում են ձեռք տան, հեռու են մնում։ Գիտեք ինչի, վախենում են, որ իրենց կվնասի։ Ու դրա համար հատուկ զգուշացնում ասում ձեզ իշխանություն եմ տալիս տրորելու, մի բան ձեզ պիտի չվնասի։ Ուրեմն հիշում եմ մի եկեղեցու 3 եղբայրներից մեկի կինն էր պատմում, ասում ամուսնուս պիջակը հանում եմ, որ հարթուկեմ, շալվարը որ լվանամ, ասում բոլոր գրպաններում թուղթուգիր եմ գտնում։ Այս մարդը գնում է տարբեր տներ, աղոթք է անում, թուղթուգիրերը հավաքում, լցնում է գրպանները ու գնում է տուն։ Գիտեք ինչու։ Չի վախենում։ Չի վախենում, այդ թուղթուգիրն ինչ է, որ իր վրա իշխանություն ունենա, ով է սատանան, որ Աստծո որդու վրա իշխանություն ունենա։ Դուք էլ չվախենաք։ Երբ որ տեսնեք կախարդություն կամ ինչ-որ մի բան, վերցրեք համարձակ ձեր ձեռքի մեջ, ասեք Հիսուսի անունով ոչնչացնում եմ քո իշխանությունը։ Ու վերջ, դա ուզում եք վառեք, ինչ ուզում եք արեք, դա էլ ինքը ուժ չունի։ Այն հոգևոր ուժը, որ սատանան դրել էր դրա մեջ, Հիսուսի անունով դուք կարող եք ոչնչացնել, որովհետև ձեզ իշխանություն է տրված թշնամու բոլոր զորության վրա կողկրտելու։ Կողկրտել նշանակում է տրորել, ոչնչացնել։ Ու մի բան ձեզ պիտի չվնասի, չվախենաք։ Հալելույա։ Թող Հիսուսի անունը փառավորվի։ Հովանու ավետարանում 6-րդ գլխում Հիսուսը մի խոսք ասեց. «Ինձ եկողին բնավ դուրս չեմ անելու»։ Չգիտեմ հանդիպել եք այս խոսքը։ Ինչքան օրհնյալ խոսք է ու ինչքան քաջալերական մեր համար։ Ասեց ինձ եկողին բնավ դուրս չեմ անելու։ Այդպիսի բան չի լինելու։ Երբ դու բերանդ բացես դեպի Հիսուսը, ինքը քեզ գրկաբաց վետի ընդունի։ Եթե ինչ-որ մի բանը սխալ ես արել, մեղք ես գործել, գալիս ես նույն ներողությունով։ Գրված է համարձակ մոտեցեք շնորհքի աթոռին, ողորմություն ու շնորհք գտնելու համար։ Եթե իսկապես ինչ-որ սխալ էլ գործել ես Հիսուսի նկատմամբ, գնա համարձակ ողորմություն ու շնորհք գտնելու։ Մի հատ ներողություն ես խնդրում, զղջում ես քո սրտում, որոշում ես, որ ել չես անելու, գրկաբաց քեզ ընդունում ասում է ինձ եկողին բնավ դուրս չեմ անելու։ Իսկ Հովանու ավետարանի 10-րդ գլխում ամենաօրհնյալ խոսքերն են, որ Հիսուսը խոսում էր մեր պաշտպանության մասին։ Հիշում եք այդ խոսքերը։ Ես ուզում եմ դրանք կարդալ ձեզ։ 10-րդ գլխի 27-րդ խոսքից սկսած։ Իմ ոչխարներս, դուք Հիսուսի ոչխարներն եք։ Աշխարհում կարող եմ մեր վրա ծիծաղեն սրա համար, բայց ես շատ եմ սիրում Հիսուսի ոչխարը լինելը։ Ալելույա։ Որովհետև տեսեք ինչ է գրված Հիսուսի ոչխարի համար։ Իմ ոչխարներս իմ ձայնից լսում են, ինքը մեր բարի հովիվն է։ Իմ ոչխարներս իմ ձայնից լսում են, ես էլ նրանց ճանաչում եմ, ու իմ ետևիցս գալիս են։ Ես էլ նրանց հավիտենական կյանք եմ տալիս, ու հավիտյան պիտի չկորսվեն։ Մեկը իմ ձեռքիցս պիտի չհափշտակի նրանց։ Իմ հայրս, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է, եւ մեկը չի կարող իմ հորս ձեռքից հափշտակել։ Ես եւ հայրը մեկ ենք։ Հալելույա։ Եթե դու Հիսուսինն ես, դու Հիսուսի ետևից ես գնում, ինքը քեզ հավիտենական կյանք է տալիս ու պաշտպանության ապահովագրություն, որ ոչ մեկը քեզ իր ձեռքից վերցնել չի կարող։ Միակը, որ կարա քեզ Հիսուսի ձեռքից հափշտակի, դա դու ինքդ ես։ Երբ որ դու կմերժես Հիսուսին ու կհեռանաս ուրիշ կողմ կգնաս մեղքի ու սատանայի ետևից, դու կկորցնես Հիսուսին, դու միշտ ազատ ես դա անելու։ Դու միշտ ազատ ես ընտրելու Հիսուսին կամ սատանային։ Բայց եթե դու ընտրել ես Հիսուսին, երբեք ոչինչից չվախենաս։ Տեսեք այս խոսքերը, մեկը չի կարող իմ հորս ձեռքից հափշտակել։ Մի քիչ վերևել ասում է, իմ ձեռքիցս չի կարող հափշտակել։ Երկու անգամ այս փոքրիկ հատվածի մեջ գրված է, որ չի կարող հափշտակել։ Վստահ եք այս խոսքերի վրա։ Ուրեմն ձեզանից է կախված, ձեր որոշումից է կախված, ինչքանով դուք պաշտպանված կլինեք։
Չլինի, որ վախերի պատճառով մեղ գործեք, վախերի պատճառով դուրս գաք Աստծո պաշտպանությունից ու զրկանքներ կրեք, ինչ որ ձեր կյանքի բաժիններում։ Ինչով ուզում է լինի արտահայտված լինի այդ զրկանքը, բայց դա զրկանք կլինի Աստծո օրհնություններից։ Դրա համար Հակոբոս առաքյալը խորհուրդ է տալիս։ Դա գրված է Հակոբոս 4:7 խոսքում։ Հնազանդվեք Աստծուն, սատանային հակառակվեք, նա ձեզանից պիտի փախչի։ Հնազանդվեք Աստծուն, այսինքն կատարեք Աստծո խոսքը, հակառակվեք սատանային, այսինքն նրա հրապույրներին, նրա գայթակղություններին, նրա վախերին չտրվեք, եւ նա ձեզանից պիտի փախչի։ Քրիստոնյաները լավ չի, որ հանկարծ իրենց խեղճ տեսնեն, որովհետեւ սատանան վախենում է քրիստոնյաները չեն հասկանում։ Դա գիտեք ինչին է նման, որ հանկարծ նապաստակը փորձի առյուծին վախացնել։ Մենք հիմա ծիծաղում ենք, չէ՞ դրա վրա, բայց սատանայի քրիստոնյային վախացնել այ դրան է նման։ Աստծո կողմից քեզ տրված է բոլոր զորությունը։ Հանկարծ ինչ-որ մեկը փորձում է քեզ վախացնի, ասում է քեզ իշխանություն եմ տվել կող կրտելու, տրորելու, մի բան քեզ պիտի չվնասի։ Ինչու պիտի վախենաս։ Ինքը կխոսա, ինքը կգոռա, բայց դրանք միայն վախացնելու համար նա քեզ վնասել չի կարող, նա քեզ մոտենալ չի կարող։ Ու երբ որ դու ունենում ես այդ հավատքն ու համարձակությունը, նայում ես նրա գոռոցին, այդ գոռոցը կարող է արտահայտվի ինչ-որ շատ ճոխ դեպքերով, կարող է արտահայտվի շատ հեղինակավոր մարդկանցով, ինչ-որ մարդկանցով, ովքեր քեզ ստիպեն մեղ գործել, նայում ես նրան, ժպիտ է գալիս, ասում ես դու ես գոռում։ Բա որ Հիսուսը իր բերանը բացի, բա որ հիմա ասեմ Հիսուսի անունով, ինչ պիտի անես, սատանա։ Ասում ես Հիսուսի անունով, ու ոչ մի բան քեզ վնասելու իշխանություն չունի։ Հալելույա։ Ես հիշում եմ մի եղբայր այսպես էր պատմում, ասում է քրիստոնյաներ կան այնքան վախեցած են սատանայից, որ առավոտյան վեր են կենում տխուր, տրտում, ասում են տեսնես սատանան այսօր ինչ օրինա խաղալու գլխիս։ Ասում է քրիստոնյաներ կան բոլորովին հակառակը, առավոտյան վեր են կենում, թե չէ արտանում են, թե չէ սատանան ասում է տենաս այսօր ինչ անելու գլխիս։ Եղեք երկրորդը, միշտ հնազանդվեք Աստծուն, հակառակ եղեք սատանային, նա ձեզանից պիտի փախչի։ Հալելույա, եկեք աղոթենք։ Ես չգիտեմ ինչի պատճառով քո կյանքում ինչ տեսակ զրկանքներ ես կրել, բայց այսօր ժամանակն է, որ ուղղես դրանք։ Ինչն է պատճառ եղել, որ դու զրկանքներ ունենաս կյանքում։ Խաբվել ես ինչ-որ ուսմունքների մեջ, կարող ես այսօր ուղղել, խոստովանվել Աստծո առջև եւ ուղղել։ Քո կյանքում կան ինչ-որ մեղքեր, որոնց պատճառով զրկվել ես Աստծո օրհնություններից, այսօր ժամանակն է, որ դու զղջաս, խոստովանվես Տիրոջ առջև, որոշում կայացնես, որ սրանից հետո էլ այդ մեղքերը չես գործելու գնալու ես Հիսուսի ետևից։ Ինչ-որ բաներ այս աշխարհում քեզ գայթակղում ու հրապուրում են, փողը, փառքը, չգիտեմ էլ ինչեր կան այս աշխարհում։ Ինչ-որ բաներ քեզ գայթակղում են ու ժամանակ առ ժամանակ ստիպում են, որ դու նայես այդ փայլփլուն բաներին, ժամանակն է, որ այսօր դու զղջաս, որոշում կայացնես ու մոտենաս Հիսուսին։ Ուրիշ ինչը, զբաղվածությունդ այնքան շատ է, որ դու ժամանակ չունես Հիսուսի համար, դրա համար էլ աղոթիր, որ դու անպայման իր համար ժամանակ ունենաս, որովհետև դա ճիշտ չի Աստծո առջև։ Դու վախեր ունես, այսօր աղոթիր, ու թող քո վստահությունը Սուրբ Հոգով զորանա, ու էլ երբեք չվախենաս։ Լավ, եկեք աղոթենք։